ինձ, բոլորիս, ամեն մեկիս անհատապես ինչ որ մեկը վիրավորում է։ Թևերներս չեն քշտում գնում իրանց ծեծելու։ Եթե միայն նոր-նորքի թաղապետն էլ իր վերադասի պես համբերատար լիներ։ Համբերատար այնքան, որ բավարարվում է խրատական փոքրիկ ճառով ու այդպես էլ չի պաշտոնազրկում հենց թաղապետարանի շենքում ծեծուջարդի գլխին կանգնած իր ենթակային։ Բռնության որևէ ձև, լինի դա ֆիզիկական բռնություն, լինի բռնությունը խոսքով, վիրավորանքով, սադրանքով, մեզ համար անընդունելի է։ Ցավում եմ տեղի ունեցածի համար եւ ձեզանից, պարոն քաղաքապետ, եւ մեր հանրությունից եւս մեկ անգամ հայցում եմ ներողամտություն եւ հավատացնում եմ, որ դրանից հետո ես ինքս եկել եմ բազմաթիվ եզրահանգումների։ Ավինյանն ընդունում է թաղապետի մեղայականը, անցնում առաջ։ Մյուս կողմից քաղաքապետի խոսքում կարմիր թելով անցնում է միտքը, որ առնվազն արդարացի չեն իրենց ընդդիմախոսները։ 100-ից ավելի պրոյեկտ ունեն, դրանից 4-5-ը կարող են նաև խնդրահարույց լինել, ինչպես օրինակ հայտնի մանկապարտեզում, որտեղ Չախոյանի ու Մանուկյանի արձանագրումներն անորակ աշխատանքի մասին հունից հանել էին թաղապետին։ Երբ որ դրականի մասին մենք շատ չենք խոսում, անընդհատ չենք թմկահարում, միգուցե սխալ համեստությունից ելնելով, նա գնում են, բան են, ասֆալտ են սկսում քերել ճկուտներով։ Միտեղ, որտեղ որ Երևանի քաղաքապետարանը աշխատանքը չի ընդունել։ Ու դա է հիթը դառնում տիկտոկյան։ Արդյոք թաղապետի ներողությունն ընդունելու եւ առաջ են անցնելու նաեւ իրավապահները, որ հենց ծեծի օրը բերման էին ենթարկել ծեծվողին ու ընդմիջման ճանապարհել Տիգրան Տեր-Մարգարյանին։ Ինչ փուլում է գործը։ Ներքին գործերի փոխնախարարից հետաքրքրվում են լրագրողները։ Քրեական վարույթ կա նախաձեռնված, ես չգիտեմ դա արդեն նախաքննության մարմինը ինչ կդիտարկի, հա, ներողություն խնդրելը, որպես մեղմնացնող հանգամանք կամ դիտարկի կամ չի դիտարկի։ Գիտեմ, որ քրեական հետապնդում է հարուցված նաև թաղապետարանի աշխատակիցների եւ եթե չեմ սխալվում, նաև թաղապետի։ Դա մեր վարքականոնը չի դա։ Որ էլի տհաճ պատմություններում չհայտնվեն, քաղաքապետը հայրական հոգատարությամբ թիմին բացատրում է, իրենց շուրջ ստեր էլ կհյուսեն, սադրանքներ էլ կլինեն, հեշտ չէ ճանապարհը, բայց պետք է կառավարել բոլոր մկանները, զսպել ավելորդ շարժումները։ Եվ մկան նկատի չունեմ բիլակներ, նկատի ունեմ ունքը։ Րոպեներ անց իր ունքն է սկսում թրթռալ, երբ լսում է Արցախի 4-րդ նրբանցքի 4-րդ կարգի վթարային շենքի 5 ընտանիքներն իրենց հետ կոմպրոմիսի չեն գալիս նոր բնակարանի հարցում։ Եթե մարդը ուզում է ապրի 4-րդ կարգի վթարային շենքում, որ տանիքը մի օր գլխին պետք է փլվի, ինչ անենք, հում զորով չենք գնալու, քաշ տալով իրան հանենք այնտեղից։ Ու սա Երևանի քաղաքապետարանի որևէ պարտականության, որևէ լիազորության մեջ չի մտնում։ Սա մեր բարի կամքի դրսևորումն է։ Ասում են, էտա, կպելա, եկեք, կներեք արտահայտությանս համար, քերեք։ Հետո լավ։ Հետո այն, որ զայրացավ ու էլ չի պատրաստվում բանակցել բնակիչների հետ, չեն ուզում, չեն ստանա։ Շնորհակալություն, չենք տալի։ Այսքանը։ Էրմինե Ղարիբյան, Էպիկենտրոն։